Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 30։ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը, վասնզի եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը կառնի, այն որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Հակոբոս 1:12 խոսք։ Եթե Աստված անփոփոխ է մեզ համար իր բարի գործերում, ապա մենք նույնպես պետք է անփոփոխ լինենք նրա ծառայության մեջ։ Եթե նա մեզ վստահեցնում է, որ նա մեր Աստվածն է, մեր Եսեմը, ապա նա նաև ցանկանում է, որ մենք լինենք իր ժողովուրդը, և մենք նրանն ենք։ Եթե նա հայտարարում է իր անփոփոխությունը իր խոստումներում, ապա նա նույն անփոփոխությունն է ակնկալում մեզանից մեր հնազանդության մեջ։ Որպես հարսնացու մենք պետք է անսասանորեն հավատարիմ լինենք նրան, ինչպես Փեսային։ Որպես հպատակներ մենք պետք է անսասան նվիրվածություն ունենանք նրան, որպես մեր իշխանի։ Նա ցանկանում է, որ մենք հավատարմություն ունենանք նրան ոչ թե մեկ ժամ կամ մեկ օր, այլ մինչև մահ։ Հայտնություն 2:10 խոսք։ Եվ հենց սա է պատճառը, որ մենք պետք է նրանը լինենք, և եթե մենք նրա զավակներն ենք, ապա պետք է ընդօրինակենք նրան նրա սուրբ նպատակների անսասանության մեջ։ Սա մեր փառքն ու մեր շահն է։ Քամուց շարժվող եղեգի նման լինելը, որ տատանվում է ամեն մի հովից, մարդկանց մեջ գովեստի արժանի չէ, և առավել ևս Աստծու առաջ չի կարող արժանանալ որևէ գովասանքի։ Հոբի փառքն այն էր, որ նա պահպանեց իր կատարելությունը։ Այն ամենում Հոբը չմեղանչեց։ Հոբ 1:22 խոսք։ Սակայն նման դեպքում ամբողջ քաղաքներն ու թագավորությունները բավարար պատճառ կհամարեին Աստծո դեմ բարձրաձայն աղաղակների և գանգատների համար։ Եվ նաև իր կնոջ փորձության դեմ նա պահեց իր կատարելությունը։ Դու դեռ բռնել ես քո կատարելությունը։ Հոբ 2:9 խոսք։ Թեև սատանան Աստծո թույլտվությամբ զրկեց նրան իր ունեցվածքից և առողջությունից, սակայն չկարողացավ զրկել նրան շնորհքից։ Ինչպես մի ճանապարհորդ, երբ քամին ու ձյունը հարվածում են նրա երեսին, նա ավելի սեղմ է փաթաթում իր վերարկուն իր շուրջը, իրեն պահպանելու համար, այդպես էլ Հոբը առավել ամուր կառչեց իր կատարելությունից։ Ավելի լավ կլիներ, եթե երբեք չխոստովանեինք հավատքը, քան հետո այն թողնեինք, որովհետև այդպիսի թառամած խոստովանությունը ոչ մի այլ բանի չի ծառայում, քան միայն ավելի ծանրացնելու մեղքը, եթե մեզանից մեկը վախկոտի պես փախչի կամ դավաճանի ապստամբի նման։ Ինչ օգուտ կունենա զինվորը, եթե շատ հարձակումների դիմադրի, բայց վերջում մեջ կդարձնի։ Եթե ցանկանում ենք, որ Աստված մեզ պսակի անփոփոխ փառքով, ապա պետք է մեր սկիզբը պսակենք երջանիկ համբերությամբ և հարատևությամբ։